Կանցնեն հաշված ամիսներ, որովհետև 1.5-2 տարի, ինչքան է մնացել Թրամփին, դա մեծ ժամկետ չէ պատմության համար, քաղաքականության մեջ։ Եվ այն ինչ ես ասում էի, եւ ասում եմ հիմա, կասեն շատ շատերը։ Ես որպես ընդդիմադիր ժողովրդավարական կուսակցության ներկայացուցիչ կաշկանդված չեմ ասելու դա, բայց ես հասկանում եմ, որ դա պետական այրերը եւ Հայաստանում եւ Եվրոպայում այդ մասին խոսում են միայն անջատված լսափողներով։ Թրամփը դա եզակի երևույթ է եւ դա մի մարդ է, որը քանդեց ավանդական քաղաքականությունը համաշխարհային եւ դրեց դրա կենտրոնում մի բան, որը Միացյալ Նահանգները երբեք որով Միացյալ Նահանգները չէին առաջնորդվում։ Մարդը դրել է իր անձնական եւ իր նեղ շրջանակի տնտեսական շահերը, որը փորձում է բերել ազգային եւ ներկայացնել որպես Ամերիկայի Միացյալ Նահանգների ազգային շահեր, բայց մենք կլսենք խայտառակ բաներ այն մասին, թե ինչպես է նա խաղացել բորսայում, իմանալով, որ ասենք նավթի գինն է իջնում կամ այսինչ տեղեկատվական ընկերությունների։ Լավ, դա մարդկային հատկանիշներն եք դուք ընդգծում։ Պետական քաղաքականությունը Միացյալ Նահանգների։ Ես չեմ խոսում մարդկային հատկանիշների մասին։ Ես խոսում եմ այն մասին, որ նախագահ Թրամփը քաղաքականությունը շատ հաճախ փոխարինում է տնտեսական շահերով ու երբեմն ոչ թե երկրի, այլ նեղ շրջանակի։ Եվ դա շատ արագ հասկացել են որոշ քաղաքական գործիչները։ Եվ մարդիկ, ովքեր, ինչպես օրինակ Ալիևը, ունի կամ Պուտինը Թրամփի հետ շատ հին հարաբերություններ, օրինակ հայտնի է, որ Ագալարով հայր ու որդին Թրամփի հետ ընկերություն են արել, Թրամփը նկարանվել է մի հեռուստահոլովակում Ագալարով երկչի համար, իսկ խոսքը գնում է ոչ ավել ոչ պակաս շատ ազդեցիկ Ռուսաստանում ապրող ադրբեջանցի միլիարդատերների մասին, որոնք կառուցեցին Թրամփի անվան աշտարակը Բաքվում, ոչ բոլորը Հայաստանում գիտեն, որ դա կա, այսինքն նրա տնտեսական շահերը ոչ միշտ են համընկնում անգամ Միացյալ Նահանգների ազգային շահերի հետ, հանդգնեմ ասել դա, եւ այդ առումով ավանդական քաղաքականություն այստեղ չի աշխատում, եւ հասկանալով դա Ալիևը, Պուտինը, այսպիսի օպորտունիստները շատ շտապում են եւ փորձում են եւ երբեմն իրենց հաջողվում է հասցնել իրենց նպատակներին, ինչը մենք տեսանք 2020 թվականին պատերազմի վերջին պատերազմի ընթացքում, որը համընկավ Թրամփի վերջի իշխանության վերջի ամիսներին եւ 25 թվականին նրանք նույնպես օգտագործեցին նրա PR կամպանիան, այդ խաղաղություն հաստատելու մոլուցքը, խաղաղության Նոբելյան մրցանակ ստանալու։ Խաղաղության մարդ ասեց, չէ՞ Ալիևը։ Խաղաղության մարդ։ Եվ ի պատասխան լսեց, որ իսկ դուք մեծագույն առաջնորդ եք, դուք ձեր երկիր ազատագրող ուժեղ քաղաքական գործիչ եք եւ այլն եւ այլն։ Այսինքն լեգալիզացվեց տերորիզմը, լեգալիզացվեց ցեղասպանությունը, լեգալիզացվեց կոռուպցիան, կողոպուտը, քաղաքական եւ տնտեսական։ Ահա ինչպիսի իրավիճակ է հիմա եւ Թրիպի վերաբերվող զարգացումները ես ցավոք սրտի տեսնում եմ, ես կուզեի սխալվել, բայց ես մեկ տարի շարունակ տեսնում եմ եւ ամեն օր բերում է ինձ նորանոր ապացույցներ, որ դրանք առաջանում են հենց այս տրամաբանության մեջ։ Պարոն Խզմալյան, լավ, Թրամփի որոշման հետ կապված ձեր տեսակետը ոնց թե հասկանալի է։ Հայաստանը ինչու է համաձայնվում այդպիսի տարբերակին, եթե դա այդքան վտանգավոր է։ Գուցե այդքան վտանգավոր չէ, որքան դուք եք ներկայացնում։ Խնդիրը այն չէ վտանգավոր է թե չէ։ Խնդիրը այն է հեռանկարային է թե չէ։ Ես պնդում եմ, որ մեկ տարի առաջ այդ ամենը սկսվել էր բոլորովին այլ քաղաքական իրավիճակում։ Եվ եթե մենք լուրջ ենք խոսում, մենք պետք է հասկանանք Իսրայելի դերը այդ ամեն ինչում։ Եվ մենք պետք է հասկանանք, որ 25 թվականի ամռանը
երբ Իսրայելը եւ Միացյալ Նահանգները առաջին պատերազմը են սկսել Իրանի դեմ, ինչին դա բերեց։ Եվ դա բերեց մասնավորապես նրան, որ արդեն աշնանը Իսրայելը համարեց Իրանի հետ հարցերը իր հարցերը լուծված մեծ հաշվով։ Այո, պատերազմը շարունակվում է, բայց հենց այս օրերին Միացյալ Նահանգները կենտրոնացնում են հենց Իսրայելում հսկայական օդուժ։ Եվ սա նշանակում է, որ առաջիկա օրերին Միացյալ Նահանգները եւ Իսրայելը նորանոր հարվածներ են հասնելու Իրանին, այսինքն Իսրայելը հասկանում է, որ այս հարցը լուծվելու է այսպես, այնտեղ ռեժիմի փոփոխություն է սպասվում, եւ Իսրայելը, որը հեռանկարային տեսլականի պետություն է, իրենք տասնամյակներով ու հարյուրամյակներով են մտածում, իրենք արդեն անցել են մյուս թիրախի, Թուրքիայի, ահա ինչու Իսրայելը որոշեց ճանաչել հայոց ցեղասպանությունը, ահա ինչու Իսրայելը Հունաստանի եւ Կիպրոսի հետ է շտապում դաշինք կապել եւ առաջարկում է այդ դաշինքում տեղ Հայաստանին, այսինքն Իսրայելը այլևս հետաքրքրված չէ Իրանը հյուսիսից շրջափակելու գաղափարով, որը դեռ 1 տարի առաջ իր համար Իսրայելի համար կարևոր էր։ Իսկ Իսրայելի ազդեցությունը Միացյալ Նահանգների համար երևի բոլորս հասկանում ենք։ Եվ սա նշանակում է, որ փոխվել է նաև այդ թրիփ աշխարհաքաղաքական եւ տնտեսական նախագծի վերջնակետը, եթե մենք նայենք, իսկ որտեղ պետք է տաներ թրիփը, Եվրոպայից արևմուտքից դեպի ուր, դեպի Ղազախստան, Ադրբեջան, Թուրքմենիա, ոչ, դեպի Չինաստան։ Եվ 1 տարի առաջ, 1.5 տարի առաջ, երբ Թրամփը դեռ այցելում էր Սի Ցզինպինին եւ ասում էր, առաջարկում էր նրան դաշինք ռազմավարական, Սի Ցզինպինը մերժեց դա։ Մենք հիշում ենք եւ այս ամենը ուղիղ կապ ունի Հայաստանի եւ ուղիղ կապ ունի թրիփի հետ։ Հիմա թրիփը այլևս կորցրեց Չինաստանի տնտեսական կարիքները սպասարկելու իր ներուժը։ Բացի դա, Չինաստանը երբեք էլ դրա կարիքը չուներ, որովհետեւ վաղուց արդեն կառուցված է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան երկաթուղին, որը հենց Չինաստանի բեռների համար էր եւ այդ Բաքու-Թբիլիսի-Ջեյհանը, կներեք, ես ասեցի Ջեյհան, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին։ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան դա զուգահեռ անցնող գազամուղ ու նավթամուղն է։ Եվ այդ Կարսի ճանապարհը 10-15%-ով է ընդհանրապես բեռնված։ Այսինքն դա չի օգտագործվում։ Ուրեմն սա տնտեսական նախագիծ չէ թրիփը։ Թրիփը, որը կառուցվում է, երբ կա թրիփի փոխարեն վաղուց արդեն կառուցված Բաքու-Թբիլիսի-Կարս, մերոնք չեն հարցնում, իսկ ինչի են սրանք թրիփը ուզում կառուցել։ Ու միաժամանակ զուգահեռ կառուցում են Հայաստանը շրջանցող երկաթուղի, որը ոչ թե Գյումրիով է մտնում Նախիջևան, ինչը կա այդ երկաթուղին, եւ ընդհանրապես պետք է վերանորոգվի մի թեթև, այլ կառուցում են 3 միլիարդ դոլար արժողությամբ Թուրքիայի տարածքով, որովհետեւ իրենք բոլորովին նպատակ չունեն Հայաստանը ներգրավել այս նախագծի մեջ։ Սա Հայաստանը շրջանցելու, սա Հայաստանը մեկուսացնելու եւ Հայաստանին մշտապես սպառնալու նպատակ ունեցող նախագիծ է։ Ահա ինչ եմ ես ասում, եւ Միացյալ Նահանգները հիմա բոլորովին չեն ցանկանում Չինաստանի հետ որևէ կապ ունեցող երկաթուղի ֆինանսավորել։ Սա մնում է ուղղակի Թուրքիա եւ Ադրբեջանը միավորող Թուրանի ճանապարհ։ Սա է խնդիրը, որին մերոնք կուրորեն շարունակում են հետևել։ Դե հարցս նա էր ինչու, պարզապես հիշեցնեմ նորից դուք ասացիք, բայց ես այս կոնտեքստում էլ հիշեցնեմ Բայրամովի խոսքերը, որ թրիփի ելքն ու մուտքը Ադրբեջանի տարածքն է, գտնվում են Ադրբեջանում, ուստի մեր ամերիկյան գործընկերները մեզ ամեն ինչի մասին տեղեկացնում են, այսինքն նրանք խորհրդակցում են Ադրբեջանի հետ թրիփի հետ կապված խորհրդակցելու արդյունքում մենք ունեցանք սա եւ իմ հարցն էր ինչու է Հայաստանը համաձայնվում Հայաստանը գիտակցում է վտանգները թե վտանգները չկան համոզել են Հայաստանին կամ Հայաստանը հնարավորություն չունի մերժելու կամ ասելու ոչ այս հարցը ունի 3 կազմված է 3 մասից ես շատ հակիրճ փորձեմ բացատրել
իմ տեսլականը, իմ տեսակետը։ Ես հիշեցնեմ, որ երբ որ Վենցը այցելել էր Հայաստան, նա մեկնեց Ադրբեջան մեծ պատվիրակությամբ եւ այդ պատվիրակության կազմում էին աշխարհի խոշորագույն կոնցերնի BlackRock ներկայացուցիչները եւ արդեն այն ժամանակ ես ամենայն դեպս գրում էի եւ ասում էի, որ ուշադրություն դարձրեք, այ հիմա է որոշվում, թե ով է վերահսկելու TRIP-ը։ Դա BlackRock-ն է լինելու։ BlackRock-ը դա տրանսազգային տրանսնացիոնալ կորպորացիա է, որն ունի 13-ից 14 տրիլիոն դոլար կարողություն, որը ներգրաված է աշխարհի խոշորագույն ինֆրաստրուկտուրային ենթակառուցվածքային Պանամայից ու Սուեցից մինչև ուր ասեք, կամուրջներ, նավթային, գազային խողովակներ եւ այլն։ Եվ ահա իրենք եկել են Բաքու եւ 4 օր մնացել են այնտեղ քննարկելով այն, ինչի արդյունքները մենք լսում ենք հիմա։ Ես կարծում եմ, որ հենց այդ Բաքվի այցի արդյունքն է այն, որ հիմա նշանակվել է մի տարօրինակ մարդ, որը ընդունելի է Մոսկվայի համար, ընդունելի է Վաշինգտոնի համար, ընդունելի է BlackRock-ի համար եւ հետեւաբար անընդունելի է Հայաստանի համար։ Անընդունելի է Հայաստանի համար։ Ինչ վտանգների մասին խոսենք, լավ։ Ես պատասխանեմ այն հարցին, որը դուք երկրորդ անգամ տվեցիք, ինչու է Հայաստան։ Ասելով Հայաստանը մենք գործ ունենք Նիկոլ Փաշինյանի կառավարության հետ։ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը վերընտրվեց վերջերս, եւ այդ վերընտրությունը ակնհայտորեն դա ասում էր եւ Պուտինը, դա ասում էր եւ Ալիևը եւ ձեր մեջ բերված Բայրամովը, դա պայմանավորվածություն էր, իրենք օգնում էին Փաշինյանին վերընտրվելու։ Շատերը զարմանում են, այդ ոնց թե Փաշինյանը Ռուսաստանի դեմ է, նա գնում է Եվրոպա, փաստորեն ոչ։ Պուտինը պատրաստում է Հայաստանից մի նոր Հունգարիա, մի տրոյական ձի, որը կունենա հարաբերություններ Եվրոպայի հետ, կստանա Եվրոպայից որոշ արտոնություններ, բայց կշարունակի սպասարկել Ռուսաստանին այնպես, ինչպես սպասարկում էր այդ արգելված պատժամիջոցների տակ գտնվող կարևորագույն ապրանքներով մենք ձեր տաղավարում քննարկել ենք, չէ՞ որ Հայաստանը սպասարկում է Ռուսաստանին համակարգիչներով, բջջային հեռախոսներով եւ հեռուստացույցներով, չիպերով, այսինքն միկրոսխեմաներով, որոնք արգելված են եւ այլ կերպ Ռուսաստան չեն մտնում։ Այսինքն մենք այսպես դառնում ենք Ուկրաինայի դեմ, այսինքն Եվրոպայի դեմ պատերազմի մասնակից, հանցակից, եւ դա շատ ծանր է նստում մեզ վրա։ Եվ Ուկրաինան դա շատ լավ գիտի, հա ինչ Ուկրաինայում մինչև հիմա չկա, կներեք, Հայաստանում չկա Ուկրաինայի դեսպան։ Օրինակ, եւ այլն եւ այլն։ Այսինքն ինչու է Հայաստանը մասնակցում դրան, որովհետեւ սա ոչ թե Հայաստանի ազգային ռազմավարական հեռանկարային շահերն են, այն տեսլականը, որի մասին ասում է այդ միջազգային կառույցը, դա իշխանությունների նեղ շահերն են, ինչպես եւ Միացյալ Նահանգներում, ինչպես եւ Ռուսաստանում, ինչպես եւ Ադրբեջանում։ Այսինքն մենք մտել ենք ոչ թե դեմոկրատական կառույցների մեջ, որոնք վերահսկում են այդ ամենը, մենք մտել ենք օլիգարխիկ դաշտ, որտեղ օլիգարխներն են իշխում, օլիգարխներն են կանխորոշում քաղաքականությունը, տնտեսությունը եւ TRIP-ը։ TRIP-ը դարձել է օլիգարխիկ համակարգի միջոց։ Միացյալ Նահանգներում BlackRock-ը դա Ամերիկայի Միացյալ Նահանգները չեն։ Ես ասում եմ, մենք գործ ունենք տրանսնացիոնալ օլիգարխիկ կորպորացիայի հետ։ BlackRock-ը դա Միացյալ Նահանգները չեն, դա քաղաքական կառույց չէ։ Դա իմպերիալիստական կառույց է։ Ահա ինչու իրենք շատ հեշտ գտնում են ընդհանուր լեզու եւ Պուտինի, եւ Ալիևի, եւ Էրդողանի հետ։ Ահա որտեղ ենք մենք մտել։ Եվ վերջինը, ունենք մենք այլընտրանք թե ոչ։ Այո, իհարկե ունենք։ Այդ այլընտրանքը կառուցվում էր 10 տարի առաջ, դա հյուսիս-հարավ ճանապարհն է։ Դա Եվրամիության անդամակցությունն է, հանուն որի ստեղծվեց Հայաստանի Եվրոպական կուսակցությունը։ Եվ վերջինը հիշեցնեմ, ես նոր ասեցի, հիշեցրեցի, որ Իրանի
այս ռեժիմի հետ պատրաստվում է նոր հարված։ Որ կողմ է գնալու Իրանը, իհարկե դեպի արևմուտք, նորացվող, ազատագրվող Իրանը լինելու է հենց այն փրկողակը Հայաստանի համար, առանց որի մենք կմնանք ռուս-թուրքական կամ Black Rock-ի այդ թակարդի մեջ։